Հարվածակայուն, ջրակայուն, քերծվածքակայուն, AC4, AC5 եւ AC6 բարձր դասի եվրոպական լամինատների գլխապտույտ տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանությաններից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3490 դրամից։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ կառավարության ծրագրում մենք ունենք այսպիսի հատված, որը վերաբերվում է նրան, որ մենք առավել հաճախ եւ համակարգված եւ բոլոր շերտերում, այդ թվում մեր կրթական շերտում, պետք է անդրադառնանք նրան, թե ինչա պետությունը։ Ինչա պետությունը։ Այս շատ կարևոր հարց է, որովհետև մեր խնդիրների մի մասը կապված է բխում է այնտեղից, որ մենք ինքնահայտարարագրվել ենք որպես պետություն, բայց մեզ չենք պահում եւ չենք պահել որպես պետություն։ Որովհետև պետության պահվածքը լրիվ ուրիշ բան է։ Այսինքն դա որոշակի վարքաձև է, վարքականոն է, որը մենք չգիտենք։ Եկեք խոստովանենք, որ չգիտենք, եւ դա պետքա դպրոցից սկսած այդ հարցը, դա պետքա գիտական հետազոտության թեմա լինի։ Եվ իմիջիալոց մեր ինքնության եւ իրականության հետ կապված այնքան թեմաներ կան, որ թվում է թե անընդհատ մենք պետքա այդ թեմաներով զբաղվենք գիտական մակարդակում, հետազոտական մակարդակում, բայց միշտ չի որ զբաղվում ենք, բայց դա շատ մեծ թեմա է առաջիկայում։ Երևի 35-ամյակն էլ անկախության կարծում եմ լավ առիթ է եւ կառավարության ծրագրում այդ բոլոր բաները դրել ենք, միջոցառումների ծրագրում արժի, որ մենք ֆինանսավորենք այդ թվում հետազոտություն, մտածենք մեր կրթական ծրագրերում պետությունը ինչ է, լավ ի վերջո ինչ է պետությունը եւ այս ընկալումը պետքա ներկա լինի Հայաստանի Հանրապետությունում, ոչ միայն գիտական կառավարման խորհրդարանական շրջաններում, այլ փողոցում այդ մթնոլորտը պետքա ներկա լինի, որ դու զգաս եւ քո մոտ հարց չծագի ինչա պետություն, այսինքն դա օթում կախված լինի այդ պատասխանը, ոչ թե հարցը, այլ օթում կախված լինի, որ կողմը նայես, ինչ որ ազդակներով զգայարանով դու զգաս, որ այդ հարցի պատասխանը անընդհատ հնչում է, անընդհատ երևում է, թե ինչա պետություն։ Եվ սա առաջին հերթին կրթական թեմա է եւ ուզում եմ ընդգծել, որովհետեւ հաջորդ մեր հարցը զեկուցող վերաբերվելու կրթության ոլորտին, ելի ուզում եմ հիշեցնել, որ մենք կրթությունը հայտարարել ենք, ընդունել ենք եւ ընկալում ենք որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Բայց հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նաեւ մեր հանրության համար բացահայտեմ, թե երեկվանից մենք առցանց հարթակում ինչ ենք քննարկում, որովհետեւ պարզվում է այդ ամբողջը չի, որովհետև հարցածագում, լավ, հիմա արդեն հարցածագում, իսկ կրթությունը ի՞նչ է։ Ինչ է նշանակում կրթություն 21-րդ դարում։ Հարգելի գործընկերներ, ովքեր կառավարության անդամ չեն, մենք երեկվանից մի այսպիսի հարց ենք քննարկում, եւ դա աշխարհում էլ այդ հարցը քննարկվում է, որ արհեստական բանականությունը, այդ թվում կրթությունն է շատ էականորեն փոխելու։ Որովհետև միտումներ են զգացվում, որ կան մասնագիտություններ եւ բարձր որակավորման մասնագիտություններ, որ կարող է 5 տարի հետո չլինեն, որոշ կարող է լինեն, որոշները կարող է չլինեն, եւ այդպիսի ազդակները անդադ տարբեր տեղերից ստացվում են, որ ավելի ու ավելի մեծ շեշտ է դրվելու մասնագիտական կրթության եւ ուսուցման, այսինքն մասնագիտական կրթության, այստեղ էլ մենք տերմինի խնդիր ունենք, գուցե տերմինն էլ պետք է, որտեղ ՄԿՈ համակարգ եւ այլն ժամանակ ասում ենք խորհրդային միության ժամանակ ասում են տեխնիկում, պրոֆտեխուսումնարան եւ այլ, այսինքն արհեստների, արհեստ էլ չէ, էլի, այդպես սպասարկման, ասենք օրինակ շատ խոսվում է գործընկերներից մեկը լինք էր ուղարկել, որտեղ գրված էր, որ էլեկտրիկները եւ սանտեխնիկները ապագայի միլիոնատերերն են։ Եվ այսօր արդեն ազդակները հնչում, որ զարգացած երկրներում էլեկտրիկների եւ սանտեխնիկների ժամավճարները սենց անընդհատ աճում են եւ շատ երիտասարդներ, ովքեր դպրոցը լավ կրթությամբ ավարտում են, մտածում են իրանք գնան բուհ, թե գնան այնուամենայնիվ դառնան էլեկտրիկ եւ սանտեխնիկ։ Եվ այստեղ պետքա մտածել, գուցե մեր բուհական համակարգում ոնց որ ինչ որ այլ կոմպոնենտներ էլ է պետք մտցնել, որ զուգահեռ այլ հմտություններ էլ ձեռք բերվեն, բայց սա թեմա է, որը մենք հաստատ պետքա քննարկենք, բայց եզրակացությունների գալը հեշտ չի լինելու եւ ուղղակի ես ցանկացա բարձրաձայնել, որպեսզի մենք մտածենք, առաջիկայում մենք պայմանավորվել ենք, որ կառավարության կազմով կհավաքվենք ինչ որ ձևաչափով
մի քիչ ուղղակի բան կանենք, մտագրող կանենք այս թեմայով, բայց իհարկե միջոցառումների ծրագրի ընդունման process-ը շատ լավ առիթ է, որպեսզի առնվազն նախնական ազդակները մենք այս թեմայով ունենանք կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում։